առաջանում է, այսպես ասենք, անելանելի վիճակ եւ մարդիկ չեն դիմում եւ դրանից տուժում է մարդու առողջությունը, տուժում է կյանքի որակը, ինչու՞ չէ, կյանքի տևողությունը կարող է կրճատվել, հա, իսկ ապահովագրության ներդրմամբ մենք գործնականում այս հարցը կլուծենք։ Եվ մի կարևոր բան եմ ուզում ասեմ, եթե այսօր կենսաթոշակառուներին որոշակի արտոնություն է հասնում դեղորայքի մասով, ապա համապարփակ ապահովագրության ներդրման պարագայում դրանք էապես կընդլայնվեն եւ առողջապահությունը ել ավելի հասանելի կլինի։ Եվ այդ հասանելիությունը ինչ որ մի փուլում արդեն կբերի նրան, որ մենք կունենանք ավելի առողջ հասարակություն, որպես արդեն երկրորդական, այսպես ասենք, արգասիկ այս մեծ բարեփոխման, որը որ վերջի տարիներին առողջապահության նախարարությունը կառավարության հետ համատեղ փորձում է ներդնել Հայաստանում եւ ես դրական եմ տրամադրված, որ առաջիկայում հուսանք 27 թվականին այնի վերջո կունենա օրենքի ուժ եւ մենք բոլորս դրա բարիքները կարողանանք ճաշակել։ Սկզբից ծնողների համար, հետո արդեն մեզ համար, երբ որ համակարգը լիարժեք կայացած կլինի։ Դե քանի որ ներդրվելու մեծ հաշվով բոլորի համար, հա, ինչ որ որոշակի անցումային փուլով իհարկե, բայց դա երկար չի լինի, կարծում եմ, բոլորս էլ միանգամից կզգանք, որովհետև գիտեք, առողջապահության ծախսերը, իրանք շատ մենք մենակ միանվագ մեծ ծախսերի մասին ենք հաճախ խոսում, չէ՞, որտեղ դրանք միանգամից երևում են, օրինակ սրտի վիրահատությունն է պետք, ասենք արժի, չգիտեմ, 3 միլիոն դրամ, դա միանգամից երևում է, բայց մենք ազգային ժողովում հետազոտություն էինք պատվիրել եւ հետազոտության տվյալները հստակ ցույց էին տալի, որ անգամ փոքր ծախսերը, բայց որոնք մշտական են եւ մասնավորապես օրինակ երբ որ դու ամեն օր պետքա դեղ խմես, 2-3 դեղ, չէ, իսկ մեր տարեց մեր հասարակության անդամները հաճախ տենց է լինում, այն նման ծախսերն են շատ մեծ բեռ լինում եւ հաճախ մարդիկ հրաժարվում են իրենց առօրյա ամենօրյա դեղ խմելուց, որտեղ դա էլ իրենց բյուջեի վրա։ Այս հարցն պիտի դեղ առնեն կամ սնունդ կամ կոմունալ ծախսեր։ Այո, դրա համար մենք ոչ միայն մեծ, այլ փոքր, բայց մշտական ծախսերը եւս շատ մեծ բեռ են եւ այս հարցը նույնպես ապահովագրության շրջանակներում եթե ոչ 100%-ով, ապա մեծապես լուծվելու է։ Ու կարող է այնտեղ ինչ-որ մի փոքր մաս մարդը մասնակցի, բայց գումարի մեծ մասը կծածկվի ապահովագրական հիմնադրամի շրջանակներում։ Դրան դեռ կանդրադառնանք, երբ որ ասում էի, որ մեր ժամանակն էլ գա, նկատի ունեի, որ աշխատունակ խավը ապահովագրության համար վճարելու է։ Իսկ կենսաթոշակառուները, այդ կես միլիոնից ավելի մարդիկ իրենց տրվելու է հասանելի որակյալ բուժօգնությունը անվճար։ Իհարկե, դա կոչվում է գրականության մեջ սոցիալական համերաշխության սկզբունք, որովհետև երբ որ դու երիտասարդ ես, աշխատում ես, վճարում ես հարկեր, վճարում ես, անվանենք դա առողջապահության հարկ, հենց այն տրամաբանությամբ, որ այո, այսօր դու աշխատում ես երիտասարդ ես, դու վճարում ես համ քո համար, քո երեխայի համար եւ քո ծնողների համար, հա, եւ հասարակության, ասենք, այլ տարեց անդամների, չաշխատող անդամների համար, ասենք, բայց այնց համերաշխության սկզբունքը նա է, որ ինչ որ մի փուլում դու ես դառնալու կենսաթոշակի տարիքի մարդ, դու չես աշխատելու, բայց քո համար արդեն վճարելու է այն մարդը, ով այս պահին աշխատում է եւ այդ սերնդափոխությունը հենց այդ տրամաբանության մեջ է եւ երկրորդ կոմպոնենտն էլ կա իհարկե սրա, որովհետեւ բարեց մարդիկ, չաշխատող մարդիկ, գործազուրկ մարդիկ, պայմանական ասեմ այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, չեն կարող աշխատել ֆիզիկական այս կամ այն, հենց իրենք հասարակության այն անդամներն են, ովքեր ունեն առավել մեծ պաշտպանության կարիք եւ մենք որպես աշխատող, այսինքն մարդիկ ովքեր կարան աշխատեն եւ աշխատում են, բայց որ իրանց համար չվճարենք, ել ում համար վճարենք։ Իհարկե սա դասագրքային ճշմարտություն չի, ամեն հասարակություն ինքն է որոշում, բայց կարծում եմ, որ մեր հասարակության մեջ նման մոտեցումը պետք է որ ավելի գերակշռող լինի, որտեղ հենց կրկնեմ, այդ մարդիկ են, ովքեր ունեն պաշտպանության կարիք, որտեղ այդ մարդիկ ամբողջ կյանք աշխատել են, հարկ են վճարել, դեռևս շատերը խորհրդային միության ժամանակ, հա, եւ իրանք որևէ մեղք չունեն, որ խորհրդային միությունը փլուզվել է եւ իրենք դուրս են մնացել այդ ծածկույթից, հա, եւ մենք որպես հասարակություն պետք է այդ սոցիալական համերաշխությունը դրսևորենք։ Իսկ երբ դրան ավելացնում ենք, որ այդ մարդիկ աներևույթ մարդիկ չեն, մեր մայրերն են, մեր հայրերն են, մեր մորաքույրներն ու հորաքույրներն, այդ դեպքում նույնիսկ պատվաբեր է աշխատել եւ ապահովել իրենց հասանելի բուժօգնությունը։ Ծածկույթին անդրադառնանք,
շատ հաճախ լինում է, որ անգամ խոցելի խմբերի համար ինչ որ մի բան է վճարում են, սա արդեն վճարով է, այդ սահմանը մարդիկ միշտ չի որ պատկերացնում, միշտ չի որ օրենքում դրույթ գնում են, բայց ոչ հաճելի անակնկալներ են ունենում արդեն պոլիկլինիկայում, արդեն բժշկական կենտրոնում։ Դա էլ շատ կարևոր հարց է։ Այստեղ ես ուզում եմ հստակ տարբերենք, հա, իսկ երբ որ մենք խոսում ենք համապարփակ ապահովագրության մասին, որը ներդրվում ամբողջ երկրում բոլորի համար օրենքի ուժով, եւ մասնավոր ապահովագրության մասին։ Այո, դուք շատ ճիշտ նկատեցիք, որ շատ հաճախ, երբ որ մարդիկ օգտվում են մասնավոր կամ կամավոր ապահովագրությունից, շատ հաճախ այդ սահմանափակումներին բախվում են, որ գիտեք, օրինակ դուք ունեք նախապես արկա իրավիճակ, պայմանական եմ ասում, հա, դուք ունեք լեղապարկում քար, մենք դա հայտնաբերել ենք մինչև պայմանագիր կնքելը, եւ եթե ձեր քարի վիճակը չսրանա, մենք պլանային կարգով ձեզ չենք վիրահատի, հա, իրական կյանքի դեպք։ Սա վերաբերվում է մասնավոր, հա, կամավոր ապահովագրությանը։ Այ ֆունդամենտալ տարբերությունը պարտադիրից, որ նման, այսինքն նախապես արկա վիճակներ, նման մոտեցումներ չի լինելու։ Այսինքն դուք ունեք քար, կապ չունի այդ քարը դուք ունեցել եք մինչև օրենքի ընդունումը, թե օրենքի ընդունումից հետո, կապ չունի այս պահին, այսինքն ձեր խոլեցիստիտը գտնվում է սուր փուլում, թե այսինքն ռեմիսիայի փուլում, եթե դուք ցանկություն ունեք եւ կա բժշկական ցուցում վիրահատելու, հա, ձեզ կվիրահատեն։ Այսինքն ծածկույթը լինելու է իրոք համապարփակ եւ այդ բառը պատահական ընտրված չէ։ Իհարկե կլինեն որոշ բացառություններ, բայց այդ բացառությունները ամենտեղ կան եվրոպական բոլոր երկրներում, մենք շատ մանրամասն ուսումնասիրել ենք եվրոպական երկրների կոնտինենտալ Եվրոպայի փորձը, որտեղ հենց այդ համապարփակ ապահովագրությունն է ներդրված, Բիսմարկյան մոդելը, որպես կանոն ընդունված բացառություններն են, ասենք պլաստիկ, էսթետիկ, այո, էսթետիկ, հա, միջամտություններ, այսպես անվանենք, սա նորմալ է, այստեղ էլ որևէ խնդիր չկա։ Ապացուցողական բժշկությանը հակասող բուժումը, այսինքն այն բուժումը, որը որ գիտությունը չի ապացուցել, հա, ասենք, այ հարևանս ասում է էս խմի, բարձա հարևանի ասածով կամ յախու դնենք կամ բարձա որ այո, նման դեպքերը հիմնադրամը չի կարող ֆինանսավորել միգուցե խնամքի հետ կապված, հա, ինչ որ ծառայություններ դուրս մնան, հա, այս նման բաներ կարող են դուրս մնալ, բայց բուժման, ախտորոշման, դեղորայքային ապահովման, ընդհանուր մինչև ատամնաբուժական ծառայությունների զգալի փաթեթ, այդ ամեն ինչը նախատեսված է եւ լինելու է եւ ես մի վարքյան չեմ կասկածում, որ մարդիկ միանգամից դրա օգուտները կզգան։ Մի փոքրիկ զուգահեռ եմ ուզում տանել, ճիշտ է, ոչ այդքան չնայած էլի իրական կյանքից կհիշեն մեզ լսող մեր ունկնդիրները, որ տարիներ առաջ երբ որ պետքա ներդրվեր մեքենաների պարտադիր ապահովագրությունը, չէ, ինչպիսի տենց բավականին ակտիվ հակազդեցություն կար, խնդիրներ էին մարդիկ բարձրացնում եւ այլն, բայց հենց ներդրվեց, մարդիկ սկսեցին դրա օգուտները միանգամից զգալ եւ այսօր երևի դժվար թե գտնենք ինչ որ մեկը, որ առաջարկի ասի բերեք վերացնենք։ Ես լսել եմ, հա, ինչ որ փոփոխություններ են առաջարկում եւ այլն, բայց չեմ լսել մեկը, որ ասի բերեք վերադառնանք նրան ինչ կար։ Սա լինելու է շատ ավելի մեծ օգուտ, որովհետեւ հասկանալի է, որ հարցի արժեքը մարդու կարևորագույն չէ գործունեության առողջության մասին է եւ այդ հասանելիությունը կտրուկ որ փոխվի միանգամից մարդիկ դա իրենց վրա կզգան եւ կարծում եմ հակառակը էլ ավելի մեծ ողջավորությամբ կմասնակցեն այդ